30 տարվա մանկավարժական փորձ, բուհական եւ միջնակարգ դպրոցներում, ասեմ, որ հնարավորություն կստեղծվի նախարարության կողմից նոր մրցույթ հայտարարվի, իսկ ինչ վերաբերելի է այն հանգամանքին, որ այլ դասագիրք չի լինի, հիշեցնեմ մեր պատասխանող կողմին, որ արդեն իսկ 10 դասագիրք այս տարի չի մտել դպրոց, որովհետև մրցույթ են հայտարարել եւ մրցույթին ոչ մեկ չի ուզեցել մասնակցել կամ մասնակցել են եւ կասեցվել է։ Այսինքն իր պատճառաբանությունը հիմք չունի, իսկ հետագա մեր դատականության ընթացքում ես նաեւ կցուցանեմ, որ այս ընթացքում եղել են վարչարության վերազանցումներ, ապօրինություններ, միգուցե անփութություններ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, ավելի լավ է դասագիր չլինի, նաև նախարարը անձամբ ասում է, որ դասագրքերի բացակայության պայմաններում, չեմ հիշում, որ երրորդ դասարանն է, վկան եթե ներգրավի այս հարցին, կասի, որ օրինակ 10-րդ դասարանի պատմությունը փաթեթով է արվում, որը տպվում է էլեկտրոնային եւ այլը կամ ուսուցիչը ինքն է ապահովում այդ հանգամանքը։ Ավելի լավ է այս դասագիրքը չլինի, քան լինի մասնավորապես հաշվի առնելով, որ 7-րդ, հետագայում 8-րդ դասարանի դասագիրքը գրվել է ոչ պատմաբանի կողմից եւ կասկածելի ձևով, որը դատականության ընթացքում մենք կպարզենք, հիմնվել է որպես հիմնական դասագիրք, իսկ հետագայում 8-րդ դասարանի համար որպես շարունակական, ասեմ, որ միայն իր դասագիրքն է հարթել եւ ասեմ, որ նաեւ քաղաքականություն մշակող մարմինը, այսինքն պետական կառավարման լիազոր մարմինը, հետագայում իրան նշանակել է ամբիոնի պետ մանկավարժականում, եթե չեմ սխալվում, թե համալսարանում։ Այսինքն ստե քաղաքականություն է գնում, որ մարդը, որը չունի այդ կրթությունը, նշանակվի ամբիոնի պետ, գիրք գրի եւ աղավաղի մեր այսօրվա սերունդը եւ ապագա, ասեմ, որ նաեւ իմ հարցումների ընթացքում պարզվել է, որ ոչ միայն այս սերունդի ապազգայնացմամբ կզբաղվի կամ ապօրինությամբ, անփութությամբ այս դասագրքերը, այլև 3-ից 7 տարի այս դասագրքերը մնում են։ Դրա համար հույս ունենալով, որ այսօր կլինի դրական որոշում եւ ժամանակ կտրամադրեն ԿԳՄՍ-ին, միգուցե կադրային փոփոխություններ լինի, ես հույսով եմ կամ չլինի։ Դատանը ձեզ հասկացած, դա դասագիր չլինելու մասով։ Տեսեք, պատասխանող ասես նաեւ մեջ բերեց վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը, որը ասում է, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի հաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին։ Ահա այս 3 պայմաններից երկրորդ պայմանը հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի հաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այստեղ չեք կարծում, որ առարկա չէ, որտեղ մենք չունենք այստեղ խնդրոառարկա գույքի նկատմամբ վեճ, որ հանգեցնի նրա վիճակի փոփոխության կամ հաստացի վիճակի փոփոխության։ Դա չունենք, մենք ունենք անհնարին դարձնել դատական ակտի կատարումը եւ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնողին։ Հիմա ասեք, կոնկրետ ձեզ, միջնորդություն ներկայացնողին ինչ էական վնաս է հասցնում, եթե չեք կարողանում հիմնավորել, ուրեմն անդրադառնում ենք նաեւ առաջին պահանջին։ Եթե նման միջոց չձեռնարկել է, կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Ինչով է դժվար։ Նախանիստի ընթացքում ես ասացի, որ այս ապօրինությունները կամ անփութությունները սկսվել են ոչ միայն 7-րդ, 8-րդ կամ 9-րդ դասարանում, այլ սկսվել է ավելի վաղ։ Ասեք, ձեզ ինչ վնաս է հասցնում։ Ինձ վնասը կոնկրետ էական վնասը իմ երեխան 2-րդ դասարանն է եղել եւ իրեն մատուցվել է այն դասագիրքը, որտեղ եղել։ Հա, դե վնասի փոխհատուցում նաեւ կպահանջեմ, բայց այսօր այլ երեխաները իմ երեխաներն են, բոլորի երեխաները։ Հասկացա դատարանը ձեզ մեկ հարցադրման կապակցությամբ, հիմա մյուս հարցադրումը կարող է արդյոք, եթե դատարանը հայցի ապահովման միջնորդությունը չբավարարի, դրանով անհնարին դառնա հետագայում դատական ակտի կատարումը, եթե այդ դատական ակտը ձերով լինի տեսականորեն։
ըստ ինձ Եթե ոչ տեսականորեն ձեր օգտին լինի, բայց ես հայցի ապահովում չկիրառեմ, այդ ձեր օգտին եղած դատական ակտի կատարումը դժվարանա, ոչ մի կերպ իմ չի կարծիքով դժվարանա։ պետական կառավարման լիազոր մարմինն է, այլև կառավարությունը դատական վճռից հետո պարտավոր կլինի ինքը կատարել այն գործողությունները, որը ես մինչև վճիռը հայցի ապահովում, որ չանի, դատարանը չանի, միջնորդություն ձեր չբավարարի։ ձեր Չէ բավարարի, բայց հետագայում ձեր օգտին դատական ձեր թույլտվությամբ իմ փաստաբանը այդ հարցին պատասխանի ավելի Պատվարժան դատարան, տեսեք, քանի որ դատական նիստը եւ գործընթացը ինքը ժամանակատար է, այդ տևողության մեջ այս դասագրքերի ազդեցությունը այո էական վնաս է հասցնում այն անձանց, ովքեր որ օգտվում են այդ Ախր հարգելի դասագրքերից։ օրենքը ասում է միջնորդություն ներկայացնող անձին, ոչ թե հասարակությանը։ Հայցվորը հանդես է գալիս որպես իրավապաշտպան եւ ներկայացնում է այդ Ես եմ։ խմբի շահերը։ Եվ խմբի շահերը ոտնահարվելով, տեսականորեն ոտնահարվում են նաև Հենց իր այսօրի անձնական Այո, քանի որ իր երեխան եւս աշակերտ է եւ օգտվում է այս դասագրքերից, բացի այդ պատվարժան դատարան մեր հայցը կդառնա առարկայազուրկ, եթե այս դասագրքերը ժամանակի մեջ իրենք աշխատեն։ Դրա համար պետք է կանգնեցվի դրանց կիրառությունը, որպեսզի գոնե այդ հետևանքները, որը որ խաղում ենք այդ դասագրքերից, տեղի չունենան։ Այլապես կդառնա ինքնանպատակ, այս ամբողջ process-ը։ Ունեցի գիտություն, հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը դատարանը քննարկեց ձեզ հետ կկայացնի համապատասխան որոշում։ Սակայն մենք ունենք